Ուղղակի այստեղ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ինչ են ասում են իբրև թե Ծառուկյանը որոշակի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների խարդախությամբ նրանցից հափշտակություն արել եւ փողերի լվացումը կատարել, բայց մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձին փաստաթղթեր են ստորագրել, որոնց իրենք են Պարկ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process-ը այնտեղ են նաեւ սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաեւ համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականությունը, ըստ էության սուտ է։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի, ասում են, տեսեք, հասարակ բան։ Ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում են, այդ գույքը իմը պատկանում, ասում են, այդ նույն ընկերությանը։ Ասում ենք, լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակել, հափշտակվել է։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես անում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրանի որոշել է նաև այսպես մեջ հնչեղություն տալ ազգային անվտանգության ծառայություն։ Դուք այդպիսի Քանի որ եղել է падգամավորի տեխնացու, ԿՀ-ի թույլտվություններ պետք անձեռնմխելիությունը հաղթարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Առանց դրա ապօրինի է։ Ուրեմն դատախազը բավարարել է իրենց բողոքը եւ արձանագրել է, որ այո, ապօրինի է մեղադրանքը։ Բայց ամսի 23-ին հաստատել է, մինչեւ ամսի 6-ը այդ որոշումը չեն ներկայացել ոչ քննիչին, ոչ մեզ։ Սամանի հետ սամանափակումը չեն վերացել բացակայելու արգելք, այսինքն նա 23-ից պահել են ապօրինի սամանափակումը, մինչև ամսի 6-ին ձերբակալել։ Հիմա դրանից հետո մենք կարանք խոսենք, այսինքն դատախազությունը արձանագրել է, որ մեղադրանքը ապօրինի էր։ Սա նշանակում որ այդ պահին պետք էր սամանը փակել, այդ մեղադրանքը ապօրինի ներկայացեցին, հետո կարճեցին, հետո էլ պետք էր սամանափակումը ելքի պահել, մինչև ամսի 6-ը ձերբակալելը։ Ամսի 6-ը պահեցին, այսինքն այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական process-ների հետ։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի ու շարունակական անում են։ Ներկայացնում են ապացույցները։ Կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին մյուս դրվագով ասում է, որ Ծառուկյանը ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, ընդ որում Ծառուկյանը ասում է, որ այդ անձը խաբելու է մեզ, ասում է ես ասացի չէ, ոչինչ թող աշխատի։ Հիմա իրանք ասում են չէ, Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին։ Այդ քաղաքացու տարերեսում է եղել։ Այս բանը դեռևս ոչ։ Հիմա դուք տեղեկություն ունեք Իրանի քաղաքացին Ծագումով ադրբեջանցի է թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ։ Պարոն Խաչատրյան, հավելեք դուք մանրամասնեք ձեզ այս պահին գործի հիմքերի մասին ինչ տպավորություն ունեք եւ մասնագիտական առումով ինչ նկատառում։ Տեսեք, պարոն Սարգսյանը մի քիչ ավելի բարի գտնվեց, ես կասեմ, որ այս ստատական նիստի ընթացքում մեղադրանքից քարը քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, էլի, եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեն, պետք է մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև այստեղ կարծում որ հանցագործության դեպք էլ չկա ու ավելին ոչ թե բիզնես վեճա դուք չէ հարցրեցիք, սա բիզնես վեճա վերացման քրեայրավական process-ի, ես կարծում եմ, որ այստեղ բիզնես վեճա չկա, այստեղ ուղիղ իմաստով պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվեր տուժող, ուղղակի այս պարագայում տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Պարոն Խաչատրյան, մեկ դեպքի մասով այլ կառույցներում, կազմակերպություններում խոզարկությունները ինչով են հիմնավորել։ Չէ, այստեղ չեն կարող ասել, որ մեկ դեպքի, ուղղակի այստեղ շատ կարևոր է հենց պարոն Սարգսյանի ասածով, որ այս քաղաքական հետապնդումների, հա, ֆոնին տարբեր գործերով բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։
Նույնիսկ 2020 թվականին ինչ-որ կոտայքի քննչականում քննվող գործով էր ակտիվացան, 19 թվականի գործով հարուցված ակտիվացան, 20 թվականի գործով, այսինքն հենց կարևոր է արձանագրել այդ հանգամանքը, որ բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Բայց պատասխանել են թե ինչու։ Դե ով կպատասխանի մեզ ինչու։ Բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք, բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք զուտ իրավական process-ներով, մնացած դատողությունները թողնենք ձեզ, մենք կզարմանայինք, որ այլ կերպ մեկնաբանեին, հելնեին ասեն չէ, մենք հենց հիմա զբաղված ենք քաղաքական հետապնդմամբ։ Պարոն Սարգսյան, ինչ է սպա, ինչ գործողություններ են կատարվել, բացի խոզարկությունները։ Դա փաստացի մեր մասնակցությամբ խոզարկությունն է, ձերբակալումն է եւ նաեւ ասկալանքի միջնորդումն է։ Այսինքն որպես այդպեսին իրենք բազմաթիվ գործողություններ ունեին անելու, հատուկ չի կատարվել, որովհետև ինչ անում են, երկվում է մեղադրանքը։ Նորը դատանում մեկ այլ անձի ցուցմունքը պահանջեցին, ներկայացրեցին եւ ամբողջությամբ նորից մեղադրանքը հետ։ Գիտեք ինչն է մեր մոտ խնդիր ստեղծում։ Մենք այս նման process-ներում շատ ենք եղել, հետո Ծառուկյանն էլ է այս ամեն ինչի մեջով անցել։ Բայց հետեւյալն է, էլի Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակարգ չկա, սովորական գործարար հարաբերությունները, Հայաստան Հանրապետության իրավապահ համակարգը ասում է չէ, նույնը հանցագործությունն է, խարդախությունն է, եւ այն պարագայում, երբ որ նաեւ կա նրանց դեմ տրված հաղորդում, դա ընթաց չեն տալիս, սովորական վիճակով շատ դանդաղ քննություն է, սա մի օրում, երկու օրում sense հրատապ քննությունով, ասինքն այդտեղ որ առիթ էր պետք Ծառուկյանին կալանավորելու համար, ձերբակալելու համար, ինչ արվեց, այսքան։ Իմիջիալից այս մի օրում այս քննությունը sense որ կատարվում է զուտ մի բանի համար, որտեղ պարոն Ծառուկյանին բերեն դատարան ու պարտադիր ունենան կալանքի որոշում, որովհետև հիմա կազմված է քննչական խումբ, գործը հանձնարարված է քննչական խմբին, բայց այն գործողությունները, որոնք պետք է արագ կատարվեն քննչական խմբի կողմից, ասենց օպերատիվ կատարվեն, որ օբյեկտիվ իրականությունը մի քայլ շուտ բացահայտվի, որ այդ գործողությունները, որը որ պետք է հրատապ կատարվի, չի կատարվում, որ հիմա դատարանում գան մեր գործընկերները, պնդեն, որ դեռ նախնական փուլա ժամանակապետ, որ այս անենք, այն անենք, որ փորձեն դատարանում տպավորություն ստեղծեն, որ բազմակողմանի քննություն դեռ պետք է կատարեն։ Ինչ քայլեր պիտի արվեն, որոնք չեն արվել, խնդրում եմ Դե առնվազն ես այս պահին չեմ ցանկանա թվարկել, առնվազն պարոն Ծառուկյանն էլ մենք էլ պահանջում ենք առերեսում մի շարք անձանց էլ։ այդ թվում Իրանի քաղաքացիների։ Իրանի քաղաքացիների, այդ թվում նաև մեր հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու համար, որը որ ժամանակ չլինելու պատճառով այս պարագայում, այս մեկ օրվա օրի ընթացքում չի կատարվել, այդքան էլ ճիշտ, որովհետև ըստ էության, բայց քննչական խումբ էր գործում, կարող են այդ բոլորը կատարել հենց ընդամենը ժամերի ընթացքում։ Այս պահին չեմ կարող թիվ ասել, բայց քննչական խումբ արդեն նշանակում որ մի քանի հոգի զբաղվում են նույն գործով։ Մեղադրող կողմից Երեք հոգի։ Անունները կտրուկ։ Անով չեմ։ Այսքանը շնորհակալ եմ։ Շնորհակալություն արգելիկ։